Դավիթը կանգնած էր հիվանդանոցի միջանցքում և նայում էր, թե ինչպես էին իր հիվանդ մահամերձ կնոջը Գոհարին տեղափոխում շտապօգնության մեքենա։ Նա հետևում էր նրան հայացքով և չէր ուզում հավատալ, որ նման բեռ կընկներ իր ուսերին։ Նա նայում էր ու նայում, մինչև բժշկի ձայնը նրան դուրս բերեց ծանր մտորումներից։ Դավիթը նայեց տարեց կայտառ տղամարդուն սպիտակ խալաթով և չէր հասկանում նրա խոսքերը։ Բժիշկը կարծես անձայն շարժում էր շուրթերը, իսկ Դավիթն ապարդյուն փորձում էր հասկանալ, թե ինչ էր նա ասում։ Տղամարդը խստորեն նայեց հիվանդի ամուսնուն, կարծես հասկանալով, որ նա չի ընկալում իր խոսքերը։ Լսում եք ինձ, լավ լսեք, մենք արեցինք այն ամենը, ինչ կարող էինք։ Ձեր կինը մահանում է, թող նրա վերջին օրերն անցկացնի մի մարդու հետ, ով սիրում է նրան։ Պարզապես եղեք նրա կողքին, ավելին նա չի խնդրում, և ով գիտե, միգուցե Աստված ողորմի։ Ի վերջո զուր չէ, որ հավատում ենք հրաշքների, ասաց բժիշկը։ Նա մի փոքր լռեց և շարունակեց. Ես ձեզ խորհուրդ կտայի խնամակալ չվարձել։ Ցավոք, ընդամենը մի քանի շաբաթ է մնացել, եթե ոչ ավելի քիչ։ Բժիշկը հեռացավ, և օդում մնաց դեղերի թեթև հոտ, կարծես անմարմին հոգի։ Դավիթը նորից նայեց շտապօգնության մեքենայի ուղղության։ Նրանք սպասում էին իրեն։ Հետագայում ամեն ինչ տեղի ունեցավ ինչպես սարսափելի երազում։ Տղամարդը նայում էր, թե ինչպես է մեքենան մոտենում իրենց բազմահարկ շենքին, ինչպես են կնոջը տեղափոխում բնակարան և թողնում նրանց ամուսնական մահճակալին։ Անցել էր 2 ժամ այն պահից, երբ հիվանդ մահամերձ կնոջը բերել էին իր բնակարան։ Դավիթը ոչ մի կերպ չէր կարողանում համակերպվել դրան։ Դավիթ, սիրելիս, մոտեցիր ինձ, խզված ձայնով աղաչեց կինը, բայց ամուսինը չմոտեցավ։ Շնորհակալություն, սիրելիս, որ ինձ տուն բերեցիր, հյուրընկալեցիր։ Ես այնքան եմ ուզում մեռնել քո կողքին, մեր բնակարանում, որտեղ մենք երջանիկ էինք։ Նա ծանր հազաց, խոր, կլկլացող ձայնով։ Դավիթը ձեռքերով փակեց ականջները և ուժով նստեց բազկաթոռին։ Այն ճռռաց։ Նա ուզում էր գոնե ինչ-որ ձայն հանել, բայց ապարդյուն։ Դավիթը բացեց բազմոցը և պառկեց քնելու հույսով, որ կինը չի դիմանա և կմահանա մինչև առավոտ։ Բայց նրա հույսերն այդպես էլ չիրականացան։ Դավիթն արթնացավ զարթուցիչից 1 ժամ առաջ։ Նա իր համար սուրճ պատրաստեց և մտավ ննջասենյակ։ Կինը, Գոհարը, քնած էր, շնչում էր։ Ինչ-ինչ պատճառներով այդ փաստն այնքան զայրացրեց նրան, որ նա հազիվ զսպեց իրեն չգոռալու համար։ Նրան ամբողջովին դող էր տալիս զայրույթից։ Տղամարդը վազեց խոհանոց և ամբողջ ուժով գավաթը խփեց պատին։ Դարչնագույն հեղուկը մեծ բծով հոսեց ամուր սալիկի վրայով։ Սալիկի վրա ոչ մի քերծվածք չերևաց։ Տղամարդը ծանր հոգոց հանեց և լաց եղավ։ Նա նստած էր աթոռին։ Աչքերից անաղմուկ հոսում էին անզորության և հուսահատության արցունքներ։ Ինչքան լավ էր, երբ վերջապես նրան տեղավորեցին հիվանդանոց։ Նա կարող էր նոր կյանք սկսել։ Տղամարդն այնքան խորը ընկավ սեփական մտքերի մեջ, որ սկսեց դողալ զայրույթից, անզորությունից և բարկությունից։ Նա արագ ուշքի եկավ, երբ դռան զանգը հնչեց։ Նա բառացիորեն վազելով գնաց դռան մոտ և բացեց այն։ Ինչու ես այսքան երկարում, բարկացած ասաց երիտասարդ գեղեցկուհին, ձեռքերում պահելով 2 մեծ բաժակ սուրճ տանելու համար։ Իմ կնոջը հետ են բերել, շշնջալով արագ ասաց տղամարդը։ Նա անհանգստացած շուրջը նայեց, թեև հասկանում էր, որ կինը չի կարող ինքնուրույն վեր կենալ։ Նա նայեց երիտասարդ սիրուհուն Անիին, որը թոթվեց ուսերը, կարծես ոչինչ չէր պատահել, և մտավ բնակարան։ Նա այստեղ հարմարվել էր այն ժամանակ, երբ Դավիթի կինը հիվանդանոցում էր։ Աղջիկը գնաց խոհանոց և զարմացած բացականչեց. Ինչ ես անում, իսկ եթե ինչ, դու ինքդ ասացիր, որ նա այնքան հիվանդ է, որ մահանում է, ուրեմն չի կարող վեր կենալ։ Արի այստեղ, ես կարոտել եմ քեզ,
Արագ և բարձր շշնջալով ասաց Անին, կպչելով տղամարդուն։ Նա այնպես կրքոտ համբուրեց նրան, որ Դավիթը չկարողացավ դիմադրել։ Երբ նրանք ավարտեցին, նա ստիպված եղավ գնալ ննջասենյակ կնոջ մոտ, աղջկան ցնցուխ ուղարկելով, որպեսզի հետո այնտեղ շարունակեն։ Նա կնոջը բերեց մի բաժակ ջուր, տվեց հաբեր և գնաց լոգարան։ Այնտեղ նրանք զվարճանում էին և միաժամանակ ծրագիր մշակեցին, թե ինչպես կարելի է ազատվել Դավիթի կնոջից։ Նա կանխազգում էր, որ շուտով մենակ կմնա այդ գեղեցկու հետ և կրկին կկարողանա անել այն, ինչ ուզում է։ Կինը, ի վերջո, իրեն կթողնի ամբողջ ունեցվածքը։ Նա աղքատ չէր, քանի որ այդքան ժամանակ աշխատել էր։ Կնոջ մահից հետո նրանք իր ընտրյալի հետ ընդհանրապես ստիպված չէին լինի աշխատել։ Աղջիկը հեռացավ, Դավիթին մենակ թողնելով մահամերձ կնոջ հետ։ Նա սկսեց հավաքել կնոջ իրերը, լցրեց մի մեծ պայուսակ և տարավ մեքենա։ Հետևի նստարանները ծալելով, նա այն ծածկեց հաստ վերմակով, ապա վերադարձավ բնակարան և անմիջապես մտավ կնոջ մոտ։ Գոհարը բառացիորեն փայլեց ուրախությունից, տեսնելով նրան։ Սիրելիս, ես այնքան կարոտել եմ քեզ, ինչ լավ է, որ դու կողքիս ես, ասաց կինը և ժպտաց։ Ուժը միայն դրան էր հերիքում։ Գոհար, լսիր, ես մի ծանոթ ունեմ, ով կարող է օգնել քեզ։ Եթե բժշկությունն անզոր է, մենք ինքներս կբուժվենք։ Ես քեզ հիմա կտանեմ բուժողի մոտ, նա կօգնի քեզ։ Կարճ ստեց Դավիթը ճանապարհին, փորձելով չնայել Գոհարի խամրած գրեթե անգույն աչքերին։ Դավիթը կնոջը գրկեց և տարավ մեքենայի մոտ։ Նա գրեթե ոչինչ չէր կշռում, կարծես միայն ոսկորներից էր կազմված։ Դավիթին զզվանք էր համակել նրան ձեռքերին պահելուց։ Սրտխառնոց էր մոտենում կոկորդին, հաբերի հոտից, որոնք ամբողջությամբ ներծծվել էին նրա մաշկի մեջ։ Նա նրան դրեց հետևի նստարանին, ծածկեց վերմակով և նստեց ղեկին։ Տղամարդը միացրեց մեքենան և այն շարժվեց, հեռանալով քաղաքից։ Նրանք 4 ժամից ավելի ճանապարհ գնացին, մինչև հայտնվեցին խուլ անտառում։ Սկզբում նա ուզում էր նրան թողնել անտառում, բայց հետո աչքին ընկավ լքված հին տուն, որը հավանաբար պատկանել էր որսկանի կամ տեղի ճգնավորի։ Դավիթը կնոջը գրկեց և տեղափոխեց տուն։ Նա թողեց նրան մեծ մահճակալի վրա և հեռացավ, առանց մի բառ ասելու։ Գոհարը հասկանում էր, որ ամուսինը լքում է իրեն այդ հին տանը։ Նա գիտակցում էր, որ Դավիթը այլևս չի վերադառնա։ Նա դրեց նրան մահճակալին, և նրա աչքերից հուսահատության արցունքներ էին հոսում։ Գոհարը նայում էր նրան, բայց Դավիթը հայացքը կողք էր թեքում։ Նա էլ էր հասկանում, որ կնոջ համար ամեն ինչ պարզ էր։ Տղամարդը դուրս եկավ։ Պատուհանից դուրս մեքենայի շարժիչի ձայնը լսվեց և այն անհետացավ։ Գոհարը պառկած էր հսկայական մահճակալին և լաց էր լինում, չկարողանալով ոչ շրջվել, ոչ վեր կենալ։ Շուտով բերանը չորացավ, ամբողջ մարմինը սկսեց անտանելիորեն ցավել։ Նա սաստիկ ուզում էր զուգարան, բայց այլևս ոչ ոք չէր օգնի նրան։ Գոհարը ժամանակ առ ժամանակ ընկնում էր մոռացության մեջ, հետո նորից արթնանում էր։ Բայց մի պահ նա հասկացավ, որ տանը մենակ չէ։ Ահա խմիր, քեզ ավելի լավ կզգաց, ասաց ինչ-որ տղամարդում դեմքը մշուշոտ էր նրա աչքերի առաջ։ Գոհարը մի քանի կում արեց, բայց չկարողացավ շարունակել։ Տղամարդը լայն ափով բարձրացրեց նրա գլուխը և օգնեց խմել դեղամիջոցը։ Նա զգաց, որ նորից ընկնում է քնի մեջ։ Գոհարն արթնացավ շատ ավելի ուշ։ Այդ ժամանակ նա նկատեց, որ իրեն խնամում է մորուքավոր մի տղամարդ։ Նա մոտեցավ, ժպտաց և ասաց. Բարի լույս, վերջապես ուշքի եկար։ Ես միշտ ասել եմ, բնությունը բուժում է ամեն ինչ։ Եվ իրոք, նա իրեն այնքան լավ էր զգում, ինչպես երբեք չէր զգացել վերջին 4 տարիների հիվանդության ընթացքում։ Հիվանդությունը այլևս չկար, աչքերում ամեն ինչ պարզվել էր։ Նա նույնիսկ զգում էր, որ կարող է խորը շունչ քաշել։ Ամուսինս ինձ այստեղ բերեց, ուզում էր լքել ինձ, բժիշկներն էլ
հրաժարվել էին ինձանից։ Ես մտածում էի, որ այստեղ կմեռնեմ, մենակ։ Մի քիչ խառնաշփոթ խոստովանեց Գոհարը։ Չես մեռնի։ Հիմա հաստատ չես մեռնի։ Եթե դեղամիջոցներն օգնում են, ես քեզ արդեն 2 ամիս խնամում եմ։ Կարծում էի չես բրծնի, բայց դու կարճել էր կյանքից որքան կարող էիր։ Հիմա այլևս այդպիսի մոռացության մեջ չես ընկնի։ Կտեսնես, եւս մի քանի շաբաթ եւ ոտքի կկանգնես։ Ինձանից մի վախեցիր։ Ես շուն ունեմ, Դիկը։ Նա քեզ հետ էր, քնում էր ոտքերիդ մոտ։ Գուցե չհիշես, բայց նա բարի է, լավն է։ Նա մնում էր քեզ հետ, երբ ես անտառ էի գնում։ Ժպիտով ասաց տղամարդը։ Քո ամուսինը։ Արսանիքները երկնքում են կնքվում։ Սա ձեր համար Աստծո կողմից ուղարկված փորձություն է։ Ներողություն, բայց ինչու եք ապրում անտառում։ Հանկարծ հարցրեց Գոհարը, որոշելով փոխել խոսակցության թեման։ Ես աղքատ մնացի, ինձ աշխատանքից հեռացրին, բանկը խլեց տունս, ստիպված էի քաղաքում մուրասկանություն անել, այնտեղ ծանոթացա Դիկի հետ, հետո եկա անտառ և գտա այս տունը, հաշտվեցի տեղի գյուղացիների հետ, օգնում էի նրանց տնտեսության մեջ սնունդ ստանալու համար, այդպես էլ հարմարվեցի, 2 տարի է ապրում եմ այստեղ, կուզեի վերադառնալ մարդկանց մոտ, բայց ոչ փող ունեմ, ոչ հնարավորություն, տխուր ժպիտով ասաց տղամարդը, նրանք զրուցում էին մինչև առավոտ, շաբաթներն անցնում էին և Գոհարի հոգում երախտագիտության հետ մեկտեղ ծաղկում էր սերը, նրանք կես խոսքից հասկանում էին միմյանց, Գոհարը երբեք իրեն այդքան երջանիկ չէր զգացել, բայց մի օր, երբ նա ամբողջովին ուժեղացավ, որոշեց հեռանալ։ Նա բաց թողեց նրան, թեև չէր հավատում, որ Գոհարը երբևէ կվերադառնա։ Նրա համար Գոհարը չափազանց գեղեցիկ էր, չափազանց ապահովված խուլ անտառում աղքատի հետ մնացած կյանքն անցկացնելու համար։ Նա ուղեկցեց նրան մինչև գյուղ, որտեղից նրան տեղափոխեցին քաղաք։ Գոհարը նախ գնաց իր փաստաբանի մոտ և սկսեց իսկական մղձավանջ։ Պարզվեց, որ ամուսինը գրեթե ձևակերպել էր նրան որպես մահացած։ Դատարանի վճիռը հայտարարելուն մնացել էր ընդամենը մի քանի օր, բայց Գոհարը ջանքեր գործադրեց և օրերով պայքարեց։ Դատարանի որոշումը չեղարկվեց։ Այդ ժամանակ Գոհարը հանեց իր հաշվի բոլոր գումարները և գնաց ամուր տուն։ Տեղի քաղաքատիպ ավանում լավ ենթակառուցվածքներով։ Նա վերադարձրեց իր մեքենան, որը ամուսինը գրավ էր դրել, բայց այդպես էլ նրա աչքին չերևաց։ Գոհարն անմիջապես նստեց ղեկին և վերադարձավ այդ խուլ անտառ, այն տանը։ Երբ Գևորգը դուրս եկավ, ուրախությունից փայլեց, տեսնելով սիրելիին, որն անհետացել էր 2.5 շաբաթով։ Հավաքվիր, ես մեզ համար տուն եմ գնել։ Դիկին էլ վերցրու, այնտեղ մեծ բակ կա, միայն մի ամաչիր, դու փրկեցիր իմ կյանքը, իսկ ես մեզ նոր տուն կպարգևեմ, ցնցալով ասաց նա գրկելով սիրելիին։ Արդեն երեկոյան նրանք նոր ժամանակակից տանն էին, վայելելով միասին անցկացրած յուրաքանչյուր րոպեն։ Գոհարը դեռ չէր հավատում, որ ոչ միայն ողջ էր մնացել, այլև այդ խուլ անտառում գտել էր իր երջանկությունը։ Երբ Դավիթին դատական հայց հասավ, նա չէր հավատում իր աչքերին։ Անցել էր կես տարի այն օրից, երբ նա կնոջը տարել էր անտառ մեռնելու։ Նա սկզբում նույնիսկ չէր հասկանում, թե ինչ է կատարվում։ Դատարանում նա քարացավ, տեսնելով առողջ գեղեցիկ կնոջը, կողքին մեծ գեղեցիկ տղամարդու հետ, որը գրկում էր նրան։ Ինչպես հսկա արջի կողքին, Դավիթը նրանց ֆոնին եղեգի նման նիհար էր թվում։ Ամուսնալուծությունը նրա համար որոտի պես էր, պարզ երկնքում։ Նա նայում էր դատարանի որոշմանը և չէր հավատում, որ մնացել էր աղքատ։ Կնոջ հաշիվը, բնակարանը, նույնիսկ հին ամառանոցը նրան էին պատկանում, իսկ ինքը առանց աշխատանքի, առանց կրթության, բացարձակապես անպիտան մնաց ինքնուրույն կյանքի համար։ Իհարկե, այդ աղջիկն արդեն վաղուց լքել էր նրան, գտնելով ավելի հարուստ տեղ։ Նա վազեց դեպի կինը ներողություն խնդրելու,
բայց այդ հսկայական տղամարդը փակեց Գոհարին իր մարմնով, եւ Դավիթը չհամարձակվեց որևէ բան ասել։ Նա նահանջեց, հայացքով ճանապարհելով գեղեցիկ զույգին։ Ամեն ինչ վերջացած էր։ Դավիթն այնքան ուրախ էր, երբ վերջապես կնոջը լքեց անտառում մեռնելու։ Նա այնքան ուրախ էր զվարճանալով երիտասարդ ընտրյալի հետ։ Տղամարդն ամեն օր շնորհակալություն էր հայտնում ճակատագրին այդ հրաշալի պլանի համար։ Իսկ հիմա նա ստիպված կլինի վերադառնալ մոր մոտ եւ ապրել նրա հետ մինչեւ կարգավորի իր կյանքը։ Դավիթը ստապ գնահատում էր իրավիճակը եւ հասկանում էր, որ չի կարողանա աշխատանք գտնել եւ այդպես էլ կախված կմնա մոր վզից։ Հասավ ուշ ամառային տաք երեկո։ Գոհարը նստած էր լայն նստարանին, այգում, գլուխը դրած տղամարդու ուսին։ Նա գրկում էր նրան սեղմելով իրեն։ Գոհարը զգում էր, որ երբեք այսքան երջանիկ չի եղել։ Նա նայում էր իր ապագա ամուսնուն եւ շնորհակալություն էր հայտնում նրան իր կյանքը փրկելու համար։ Եթե չլիներ նա, Գոհարը կմեռներ այնտեղ, անտառում։ Գևորգը նայում էր նրան եւ շնորհակալություն էր հայտնում սիրո, տան, նոր աշխատանքի եւ երջանկության համար։ Եթե չլիներ Գոհարը, նա կշարունակեր իր տարիներն անցկացնել մենակ անտառում։ Նրանք կարծես շակատագրով ուղարկված լինեին միմյանց։ Սիրահարները նստած էին այգում, շնչելով անձրևից հետո խոտերի բույրը։ Նրանք պարզապես վայելում էին միմյանց եւ երջանիկ էին, որ կարող էին միասին լինել։ Բայց այս երջանկության ետևում թաքնված էր վրեժը, որը հանգիստ չէր տալիս Գոհարին։ Գոհարն ու Գևորգը նոր կյանք են սկսել իրենց ընդարձակ տանը, Հայաստանի մի փոքրիկ ավանում, որը շրջապատված էր սարերով եւ խաղողի այգիներով։ Գոհարը վերջապես ազատ էր զգում, ապաքինված եւ սիրված, բայց նրա մտքերում խաղաղություն չկար։ Դավիթը, նրա նախկին ամուսինը, ոչ միայն փորձել էր ազատվել նրանից, այլև, ինչպես պարզվեց, սկսել էր ձևակերպել նրանց ընտանեկան տունը, գտնվող Լոռու մարզի մի գյուղում վաճառելու համար։ Գոհարը դա իմացավ պատահաբար, երբ փաստաբանը զանգահարեց եւ ասաց, որ ինչ-որ մեկը փորձում է կեղծ փաստաթղթերով գույքը գրանցել իր անունով։ Ես նրան թույլ չեմ տա խլել այն, ինչ իմ ծնողներն են կառուցել, ասաց Գոհարը Գևորգին աչքերում վճռականություն։ Գևորգը նայեց նրան եւ հանգիստ ժպտաց։ Եթե ուզում ես պայքարել, ես քո կողքին եմ, բայց զգույշ եղիր, Դավիթը խորամանկ է։ Գոհարը որոշեց վերադառնալ իր ծննդավայր, Լոռու գյուղերից մեկը, որտեղ նրա ընտանիքի տունը դեռ կանգուն էր։ Նա համոզեց Գևորգին գնալ իր հետ։ Գյուղում նրան դիմավորեցին համագյուղացիները, ովքեր զարմացած էին, տեսնելով նրան ողջ եւ առողջ։ Լուրեր էին պտտվում, որ Գոհարը մահացել էր, եւ Դավիթը նույնիսկ սկսել էր խոսել տան վաճառքի մասին։ Գյուղացիներից մեկը, Ռուբեն անունով ծերունին, ասաց. Դավիթը եկել էր այստեղ, ասում էր, թե դու մահացել ես, ու տունը իրեն է մնացել, բայց մենք չհավատացինք, մենք գիտեինք, որ նա խաբեբա է ու ինչ-որ բան է ծրագրում։ Գոհարը սկսեց իր հետաքննությունը։ Նա համագյուղացիների օգնությամբ հավաքեց ապացույցներ, որ Դավիթը կեղծել էր փաստաթղթերը։ Գևորգը, ով սովորաբար լուռ էր, այս անգամ ակտիվորեն միացավ։ Նա առաջարկեց գնալ տեղի ոստիկանություն եւ ներկայացնել գյուղացիների վկայությունները։ Գոհարը նկատեց, որ Գևորգը զարմանալիորեն լավ էր տիրապետում իրավական հարցերին եւ բուսաբանական գիտելիքներին, որոնք նա օգտագործել էր իրեն բուժելու համար։ Գևորգ, որտեղից գիտես այս ամենը։ Մի օր երեկոյան, երբ նրանք նստած էին խարույկի մոտ, հարցրեց Գոհարը։ Գևորգը երկար լռեց, հետո խոր հոգոց հանեց։ Ես նախկինում բժիշկ էի, Երևանում աշխատում էի 6 հիվանդանոցում, բայց մի օր կորցրի մի հիվանդի, որին կարող էի փրկել։ Իմ սխալն էր, դրանից հետո չդիմացա, թողեցի ամեն ինչ եւ եկա անտառ։ Բույսերի մասին գիտեի դեռ մանկուց, տատիկից էի սովորել, դրանք ինձ փրկեցին, հետո էլ քեզ։ Գոհարը լսում էր, աչքերը լցված զարմանքով եւ հիասմունքով։ Դու ինձ փրկեցիր, Գևորգ, եւ ոչ միայն մարմինս, այլև հոգիս։ Այս խոսակցությունից հետո
նրանց կապն ավելի ամրացավ։ Գոհարը հասկացավ, որ Գևորգը ոչ միայն իր փրկիչն է, այլև մարդ, ում հետ նա կարող է կառուցել ապագա։ Բայց նա դեռ մտադիր էր ավարտին հասցնել իր վրեժը։ Մի քանի շաբաթ անց Գոհարը եւ Գևորգը վերադարձան Երևան դատական գործը վերսկսելու համար։ Գոհարը ոչ միայն չեղարկել էր Դավիթի կեղծ փաստաթղթերը, այլև հայց էր ներկայացրել նրան մեղադրելով խարդախության եւ սպանության փորձի մեջ։ Դատարանում Դավիթը կանգնած էր, գունատ եւ խեղճացած։ Նա փորձեց արդարանալ։ Ես չէի ուզում, Գոհար, ես պարզապես խճճվել էի։ Դու ինձ մեռած համարեցիր, Դավիթ, բայց ես ողջ եմ, եւ հիմա դու կպատժվես, սառնասրտորեն ասաց Գոհարը։ Դատավճիռը կայացավ։ Դավիթը կորցրեց ամեն ինչ, բնակարանը, գույքը եւ նույնիսկ դատապարտվեց մի քանի տարվա ազատազրկման։ Գոհարը սակայն չէր ուզում կանգ առնել։ Նա որոշեց վաճառել Երևանի բնակարանը եւ գյուղում գտնվող տունը վերանորոգել, այն դարձնելով համայնքային կենտրոն, որտեղ Գևորգը կարող էր օգտագործել իր բժշկական եւ բուսաբանական գիտելիքները օգնելու տեղի բնակիչներին։ Երբ նրանք վերադարձան գյուղ, Գևորգը սկսեց աշխատել պատրաստելով բուժիչ թուրմեր եւ խորհուրդներ տալով։ Գոհարը կազմակերպում էր ամեն ինչ, համոզվելով, որ իրենց տունը դառնում էր ոչ միայն իրենց, այլև համայնքի օջախը։ Իսկ Դավիթը բանտում նստած ամեն օր զղջում էր իր արածի համար։ Նա հասկացավ, որ կորցրել է ոչ միայն կնոջը, այլև այն կյանքը, որ կարող էր ունենալ, եթե այլ կերպ վարվեր։ Գոհարն ու Գևորգը մինչդեռ նայում էին ապագային լիհույսով։ Նրանք գիտեին, որ իրենց սերը ծնվել է փորձություններից, բայց հենց դա էր այն դարձնում անկոտրում։